Նրանք հաղթեցին Դուբայ շոկոլադին, այո եւ հաղթեցին իրենց յուրովի համով, փարիզյան շունչով եւ ֆրանսիական պրոֆեսիոնալիզմով։ Առաջինը Փարիզի լավագույն պիստակով եւ նարնջի ծաղիկի ջրով տարտն է, որը վաճառվում է Le Jardin Sucré բուտիկում։ Վերջինը շատ փոքր է, բայց առաջարկում է միմիայն բարձրակ խմորեղեն։ Իդեպ այն նաեւ Ֆրանսիայի չեմպիոն է իր մակարոններով։ Տարտը ուղղակի անմահական էր, հավասարակշռված համով եւ լիքը պիստակով, իսկ կենտրոնի պիստակի պրալինեն ուղղակի ամեն ինչ արժեր։ Հետո գնացինք Լա Պիստաշի բուտիկ փորձելու իրենց հայտնի պիստակով քրեպը։ Բուտիկն ուղղակի պիստակի աշխարհ է ու լինելով իրենց տարիների հաճախորդը կարող եմ հաստատել, որ ամեն ինչ շատ որակյալ է, իսկ ընտրությունը բավականին մեծ։ Քրեպն իսկապես շատ համեղ էր ու այնքան մեծ էր, որ կարող եք նույնիսկ երկուսով ուտել։ Այն հարուստ էր պիստակի կրեմով եւ պիստակի կտորներով, բայց ի նկատի ունեցեք լավ քաղցր է։ Փորձեցի նաեւ իրենց պիստակով մադլենը, որը նույնպես համեղ էր, բայց ափսոս, որ մեջը պիստակի կրեմ չկար։ Իդեպ այս ցանկին ուզում եմ ավելացնել նաեւ Բաշիր բուտիկի աշտա լիբանանական պաղպաղակը, որ ամենալավն է Փարիզում եւ որի մասին էջում արդեն կա առանձին ռիլ։ Իսկ ամբողջական համտեսումը դիտեք իմ YouTube-յան ալիքում։